Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում միջխորհրդարանական միության նիստերին մասնակցելուց հետո նաև այցելել է Հայոց Պատրիարքարան, որտեղ հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Նա այս այցը գնահատել է որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նշան եւ ընդգծել, որ ներկայում բաց խնդիրները հրատապ լուծումներ չեն պահանջում, սակայն կարևոր է ցամաքային սահմանի բացումը։ Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ինչի է սպասում Անկարան սահմանի բացման համար։ Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի մինչև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Հետո նրանք հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Հետո առաջ քաշեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Մենք նաեւ բանակցեցինք համաձայնագրի շուրջ։ Դա դժվար եւ երկար գործընթաց էր, բայց մենք համաձայնության եկանք 17 կետերի շուրջ։ Հանդիպեցինք այն նախաստորագրելու համար։ Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցություններ վարել Հայաստանի հետ։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանն այժմ խոչընդոտում է գործընթացը, օգտագործելով իր լոբինգը եւ որովհետև մի կողմից բանակցություններ է վարում մեզ հետ, իսկ մյուս կողմից թույլ չի տալիս Թուրքիային բանակցություններ վարել մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին է։ Սիմոնյանը շեշտել է, որ շատ խնդիրներ կան լուծելու Ադրբեջանի հետ։ Առաջնային տեղում է դեռևս Բաքվում պահվող 19 հայերի հարցը միաժամանակ կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում կտեսնենք Թուրքիայի հետ սահմանի բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Սիմոնյանն անդրադարձել է նաեւ Արցախյան պատերազմին եւ 2023 թվականի Արցախի հայաթափմանը։ Երբ Ադրբեջանը սկսեց Արցախյան երկրորդ պատերազմը, հետաքրքիր ծրագիր ուներ։ Դա երկփուլ ծրագիր էր, Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ։ Այդ ժամանակ մենք որոշեցինք, որ Հայաստանը չի մտնի պատերազմի մեջ եւ ոչ մի դեպքում կրակ չի բացի։ Երկրորդ փուլը 100,000 արցախցի հայերի բերելն էր Երևան եւ անկարգություններ հրահրելը, այդպիսով փոխելով կառավարությունը։ Նրանք եկան, բայց չհասան իրենց նպատակին։ Պատկերացրեք, որ որևէ եվրոպական երկիր 2-ից 3 օրում ընդունի 100,000 մարդու։ Մենք հյուրանոցներ ամրագրեցինք, ոչ մեկին անօթևան չթողեցինք։ Այժմ այդ 100,000-ից միայն 7-ից 8,000-ն է լքել երկիրը։ Մենք ապահովեցինք բնակարանով, փողով եւ աշխատատեղերով։ Մենք ամեն ինչ անում ենք այդ մարդկանց համար։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձ է եղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, կոչ անելով ավելի ակտիվ զբաղվել Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի օմբուդսմենի հետ քննարկել է կալանավորների կենցաղային, բժշկական եւ իրավական խնդիրներ, սակայն միջազգային անկախ վերահսկողություն չկա։ Վարդանյանը քննադատել է հայկական կողմի անբավարար ներգրավվածությունը եւ առաջարկել դիտարկել գերիների ընտանիքների հնարավոր այցը Բաքու պետական աջակցությամբ։ Խնդրում եմ դիտարկել ձեր նաև համապատասխան պայմանների դեպքում մյուս հայ բանտարկյալների հարազատների Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը Վերոնիկա Զոնաբենդը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը եւ այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական, ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև։ Այս առումով խնդրում եմ ձեզ հրապարակավ պատասխանել հետեւյալ հարցերին. Արդյոք քննարկվում է Բաքու պատվիրակության այցը գերիների ընտանիքների մասնակցությամբ։ Ինչպես է նախատեսվում համագործակցությունը Ադրբեջանի օմբուդսմենի հետ։ Ինչ քայլեր են ձեռնարկվել գերիների իրավունքների պաշտպանության համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ կանխատեսելիության։ Ադրբեջանական Թրենդի հետ հարցազրույցում ասել է Ալբանիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ֆերիդ Խոջան։ Նա ողջունել է խաղաղության հաղթանակը եւ խաղաղության գործընթացի ամրապնման ուղղությամբ ցանկացած հուսալի առաջընթաց։ Նրա խոսքով դա նպաստում է էներգետիկայի կապակցվածության եւ ավելի լայն եվրոպական անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի զարգացմանը։ Երկարաժամկետ խաղաղությունը պահանջում է ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական կամք, այլև կայուն ջանքեր վստահության ամրապնման, թափանցիկության ապահովման եւ վեճերի կարգավորման ու տարածաշրջանային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ ընդգծել է Խոջան։ Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում մեկնարկող հավաքի ընթացքում քննարկելու են նաև Հարավային Կովկասում տիրող կացությունը, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մեզ համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խիստ կարևոր է։ Մենք քննարկելու ենք նաև այն նոր առաքելության հարցը, որ տեղակայվելու է Հայաստանում։ Քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք հետագայում եւս աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների առումով, նշել է Կալասը։ Իմ եւ մեր խորին համար
համոզմամբ Նիկոլ Փաշինյանը ԿՊ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ընդգծել է կենտրոնանալու են իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, որը շեշտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության պաշտպանությունը, խոսել է Ղարաբաղյան շարժման ավարտի եւ հետագա տարածաշրջանային հնարավորությունների մասին, նշելով, որ առաջիկա ընտրությունները հնարավորություն են ժողովրդի համար պատմաքաղաքական հեղափոխություն իրականացնելու։ Ըստ վարչապետի, հոգեվորականները պետք է ներառվեն համընդհանուր հայտարարագրման համակարգում եւ եկեղեցին պետք է հարկեր վճարի։ Այո, եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին դուրս չէ պետությունից եւ եկեղեցին բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ եւ հետեւաբար պետության սահմանած կանոններով։ Ընդ որում, այս մեր խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումները անհեթեթ են, որովհետև գործող սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության եւ հայաստանյան առաքելական եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով։ Այո, օրենքով կարող է սահմանվել։ Իսկ ով է ասել, որ օրենքով չի կարող սահմանվել, այդ թվում հոգևոր ծառայողների սոցիալական համակարգերին ներգրվելու եւ ներգրավելու համակարգը։ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը եւ պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը։ Փաշինյանն իր հերթին կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման, ասված է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ քննարկվել են նաեւ համագործակցության զարգացումն ու տարածաշրջանային անվտանգային հարցերը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ։ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակողեն։ Մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցի շրջանակում կժամանի Հայաստան, մայիսի 4-ին Երևանում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդանիշի գաղափար, ասելով, որ այն հիմնված է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լոգոյի վրա, բայց իրենց մեկնաբանությամբ խորհրդանշում է կաշկանդված Հայաստանը։ Նա նաև քննադատել է իշխանություններին եւ եվրոպական գործընկերներին, մեղադրելով երկդիմության մեջ եւ կոչ անելով աջակցել իրական ժողովրդավարությանը։ Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը։ Կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մենք մեր կոչը իրենց շատ պարզ է։ Դադարեք երկդիմությունը, stop hypocrisy եւ stand for democracy, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների եւ հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկել ենք օգտագործել։ Vacate your engine room. Իրանական պատվիրակությունը ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններին մասնակցելու համար իրանական թիմը սպասում էր գերագույն առաջնորդի թույլտվությանը։ Իրանական կողմը ձգձգում էր բանակցությունները բանակցողների վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից գործադրվող ակնհայտ ճնշման պատճառով։ Հանդիպման ամսաթվի հետաձգման նպատակը ավելի կոշտ դիրքորոշման հասնելն է, ոչ մի բանակցություն, մինչև ամերիկյան շրջափակման դադարեցումը։ Փոխնախագահ Ջեյ Վենսը արդեն մեկնել է Իսլամաբադ Իրանի հետ պատերազմի ավարտի հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Իրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը, եթե Իսլամաբադում բանակցություններ չսկսվեն։